Մասկը ձեռնոցները հանեց եւ մտավ կռվի մեջ։ Իր հրամանը աշխատողներին այն էր, որ լիմիտներ այլևս չկան, ամերիկ ինչ որ պետք է Ուկրաինային օգնելու համար։ Ես Վարդան Վարդանյանն եմ, սա VV Talks-ն է, խնդրեմ բաժանորդագրվեք եւ լայքերը դրեք։ Այս ինչի մասն ենք խոսում։ Ուրեմն հունվարի մեջ անցյալ ամիս հանկարծ ուրեմն Ուկրաինայի կողմը նկատեց, որ ռուսական դրոնները շատ ինչ-որ էֆեկտիվ են աշխատում եւ պարզեցին, որ դա կատարում է, որովհետեւ գործածում են Էլոն Մասկի Starlink արբանյակային կապը։ Իհարկե մի քիչ գիտեին, բայց ինչ-որ շատ արդեն էֆեկտիվ դարձան, նույնիսկ մի հատը կարողացավ օդային պաշտպանության մեջով ճեղքել մինչև համարյա Զելենսկու գրասենյակը հասնել, բողոքեցին Էլոն Մասկին, ցույց տվեցին, թե ինչ է կատարվում, ովքեր են գործածում, որտեղ է լինում եւ կարծես թե համոզեցին։ Էլոն Մասկը հիշեցնեմ, որ միշտ այսպես պրոուկրանացի չի եղել, երբ որ պատերազմը սկսեց, ինքը իրեն մեծ քաղաքակետ գեոպոլիտիկի տեղ դրած, որոշել էր ինչ որ պետք է նյութրալ մնալ, չթողնել, որ հանկարծ Ուկրաինան հաղթի կամ շատ առաջ իրեն լավ պաշտպանի ռուսական հարձակումներից, որտեղ եթե դու քեզ լավ պաշտպանես, գիտեք, հանկարծ ռուսները կարող է շատ բորբոքվեն եւ միջուկային զենքով խփեն Ուկրաինային եւ այլն եւ սկսվի 4-րդ համաշխարհային պատերազմ։ Մեծ բիզնեսմեն որ լինում ես, կարծում ես նաեւ մեծ քաղաքակետ է, սա գեոպոլիտիկել է ստառնում, դրանց մոտ ուղեղի մեջ տենց բան է կատարվում։ Համենայն դեպս եւ այն ժամանակ ինքը Starlink-ի կապը կտրեց ուկրաինացիների համար, հատկապես օրինակի համար, երբ որ ուկրաինացիները ուզեցին ծովային դրոններով խփեն Սևաստոպոլում ռուսական նավերին կամ երբ որ մտել էին Կուրսկի շրջան Ռուսաստան, որպեսզի թույլ չտա, որ հանկարծ շատ առաջ գնան կամ շատ հաջողություն ունենան։ Հիմա ինչի անում Starlink, ինչի համար է սա շատ քրիտիկական։ Ժամանակակից պայքարի ժամանակ, երբ որ ռազմի դաշտում կոորդինացիան, հետախուզական տվյալները եւ այլն շատ կարեւոր են, իսկ որ ասում եմ հետախուզական հասկանում եմ, այսինքն քո դրոններից ստացած պատկերները, հա, որ քեզ թույլ են տալի հասկանալ թշնամու դիրքերը, թշնամու շարժումները եւ այլն, եւ դու կարողանաս դրա դեմ առնես։ Դա բոլորը հասկանում են, ինչ որ կապի միջոցով դրոնը աշխատում է, բայց ինչպես է աշխատում, այդքան պարզ չի բոլորի համար։ Մոտիկ տարածության վրա ռադիոկապի մասին ենք խոսում, պարզ է, կամ այդ fiber optic, հա, այդ լարով հետևից քաշում էին կոճի նման։ Բայց ավելի հեռու տարածությունների համար քեզ պետք է ուրեմն արբանյակային կապ։ Արբանյակային կապ ասելն էլ իհարկե որտեղից պետք է լինի դու զինվոր ես դաշտում, ով է քեզ ինչ-որ մեծ արբանյակների կապ տալու, դա պաստորեն կատարվում էր Starlink-ի միջոցով։ Starlink-ն էլ ինչ բան է, ուրեմն Էլոն Մասկի հանճարեղ բաներից մեկն է, որ ինքը փոքր շատ էժան արբանյակներ կարողացավ իր SpaceX իր քարտիներով ուղարկել ուրեմն ցածր օրբիտա երկրագնդի շուրջ, որ նրանք սկսեցին ստեղծել այդ կապը, ինտերնետ տալ մարդկանց, որոնք ասենք ուրիշ ոչ մի ձևով ինտերնետ ստանալու հնարավորություն չունեն, որտեղ մեծ քաղաքներում չեն ապրում կամ մեծ որտեղ կա կաբելային կամ ուրիշ միջոցներով fiber optic ձևերով քեզ ինտերնետային կապ հաստատելու հնարավորություն չկա, իր գաղափարն է, որ անջատված մարդկանց նույնիսկ սարի ծերում նստած գյուղացիներին կամ որը մեկին ինտերնետ տա, մարդիկ կարողանան ֆիլմ նայել կամ կապ ունենան։ Բայց այդ հնարավորությունը սկսեցին առաջին հերթին գործածել հենց ուկրաինացիները ռազմի դաշտում, այսինքն այդ ինտերնետի կապի միջոցով սկսեցին իրար հետ խոսալ կամ կոորդինացնել ռազմական ուրեմն իրենց շարժումները եւ իհարկե նաեւ կառավարել դրոնները, որոնց միջոցով երբ կարողանում են հարվածել թշնամու ուրեմն տեխնիկային կամ զինվորներին եւ կարողանում են իրար հետախուզական տվյալներ հավաքել։ Հիմա այս բոլորը պարզ շատ ձևով բաներ ու
Elon Musk-ը, ինչպես ասեցի, սկզբում կտրեց այդ բանը, հետո նոր սկզբում տվեց, հետո կտրեց, որտեղ Պուտինի հետ հանդիպեց մի հատ եւ իրեն ուզում էր նվեր ոնց որ անի, համոզել էր իրեն, որ պետք չի շատ օգնել։ Խոսքով էս վերջերս հանգարց հասկացավ, որ չէ, սա sense չի լինի, Պուտինը իսկապես բանակցություններ չի անում, պետք է Ուկրաինային օգնել, որտեղ սա արդեն մարդասիրական խնդիր է դարել, նա խփում ամեն տեսակի վանդանոցներ եւ այլ բնակելի շենքեր եւ այլ։ Եվ ասեց հրաման տվեց, ինչպես ասեցի, որ օգնեք Ուկրաինային, բայց դա նշանակում է, որ չօգնեք Ռուսաստանին։ Եվ կտրեց Starlink-ի ուրեմն այդ կապը իր արբանյակները, որ ասում եմ, որպեսզի պատկերացնեք ինչի մասին է խոսքը, ոչ թե ինչ որ մի քանի տասնյակի մասին ենք խոսում, ամբողջ Ռուսաստանը ունի այսօրվա դրությամբ, այլ ինքը արձակել է 11,000 այս արբանյակներից, դե մի մասը տեղ չի հասել, չի աշխատում կամ հիմա արդեն ակտիվ չի, այսպես ասած, հա 9300-9400 հատ ակտիվ արբանյակ ունի ամբողջ աշխարհի շուրջ, այսպես ասած, եւ դա թույլ է տալիս ամենտեղ, եթե դու ունես այդ արբանյակի հետ կապ ստեղծող այդ անտենան եւ սարքը, հա, դու կարող ես ունենալ դրա միջոցով ինտերնետ։ Դա պետք է բաժանորդագրվես, ռեգիստրար անես, այս քո հաշիվը իրանց հետ եւ այլն։ Հիմա Երբ որ ուկրաինացիները ասեցին, որ սենց բան է կատարվում, ինքը անջատեց այդ ռուսներին, ռուսները էլ որպեսզի նրան շրջանցեն, դե իրանք առնում էին արդեն ոչ ուղղակի ճանապարհներով, որտեղ չէր ծախվում Ռուսաստան, ասենք թե Թուրքիայի միջոցով, չգիտեմ, Հայաստանի միջոցով, ասես միջոցով, հա, նույնիսկ այս վերջերս ձերբակալեցին մի քանի հոգու Ուկրաինայում, որոնք ռուսների ինչ որ գումարի փոխարեն իրենց անունով Ուկրաինայում ռեգիստրեր էին արել, գրանցվել էին Starlink-ի այդպես հաշիվ, որ փաստորեն, բայց անտենան գտնվում է ռուսական զորքերի մոտ, իրանք են գործածում, հա։ Խոսքով sense բաներ լինում եւ բանը որոշեցին, որ պետքա ստեղծենք ուրեմն white list ասենք, հա, սպիտակ ցուցակ սև ցուցակի փոխարեն, որոնք պետք է որ հաշիվները լավն են, որոնց պետք է ուրեմն աշխատեն, որոնք պետք է չաշխատեն։ Ուսկ մի օրվա մեջ սարքեցին այդ ցուցակը, դա բոլորին անջատեցին, հետո սկսեցին միացնել նրանց, որ պետք է միացնել։ Եվ մեծ խնդրեմ առաջացավ ռուսական զորքերի մեջ, որտեղ Starlink-ը շատ կարևոր էր, դրանով իրանք էլ նույնպես նաև ուկրաինացիները եւ իրենց դրոններն էին ղեկավարում եւ զորքերի մեջ կոմունիկացիան էին ապահովում եւ այլն, ասես, որտեղ որ ռադիոներ գործածել են, գիտի դրանց limitationները իրական կյանքում, հա, դաշտում, ասենք թե ինչքան են ռադիոկապը ինչ քեշ է խանգարել տարբեր հակառադիո էլեկտրոնային միջոցներով, նույնիսկ բնական բաները, սարերը, շենքերը ինչքան են ազդում ռադիոալիքների վրա, էլ չասեմ, եթե դրանց դեմ աշխատող ինչ-որ բաներ կան, հա, սարքեր կան։ Իսկ արբանյակը չես կարող, որտեղ դա ալիք ուղիղ վերև ա գնում եւ չի ազդվում այդ քո հակա, ասենք, ռադիոկապի սարքերի ազդեցությունից։ Եվ իրենց մոտ խնդրեմ առաջացավ։ Ընդունեցին, նույնիսկ իրանք են ընդունում ռուսները, որ դա իրենց աքիլեսյան կրունգն է, այսպես ասած, որ չեն կարողանում այդ հարցը լուծել։ Եթե իրենց մոտ կտրեց բանը, այն տերիտորիաներում, որտեղ ռուսները գրավել են, այդ օկուպացիոն շրջանը Ուկրաինայի կամ հենց Ռուսաստանի վրա, իրենք արդեն շատ մեծ խնդիրներ առաջացան։ Ամեն մեղքից վրա ասեմ, որ ռուսները համել Telegram կանալն են ինչ-որ դադարեցրել կամ փակել կամ դանդաղեցրել, որտեղ չեն ուզում, որ մարդիկ YouTube նայեն կամ ինչ-որ ուրիշ բաներ անկախ ինֆորմացիա ստանան, իրար հետ հաղորդակցվեն եւ այլն, իրանց ռոպագանդայի սուտերը հանգարց չբացվելու համար, ոնց որ առաջ ասում էին, չէ, թշնամանական ձայներ չլսեն, հա, ռադիո Ամերիկայի ձայնի կամ ռադիո ազատություն բան չլսելու համար շնամական ձայն, հիմա էլ Telegram-ն են բան արել։
ուզում են որ լրիվ իրենց կոնտրոլի տակ գտնվող բաները միայն գործածես, մեսենջերները, ծառայությունները գործածես, Էդ էր խանգարել, որտեվ Telegram-ով էին շատ բան զինվորները իրար ուղարկում հաղորդումներ, բաներ, եւ խոսքով կապի հարցը շատ վատադրված է Սվարքյանի ռուսական բանակի համար, եւ դրա արդյունքը շատ միանգամից երևաց, որովհետեւ այս ինչ որ ասացի, այդ սպիտակ նիստը սարքեցին հունվարի վերջին, հիմա փետրվարի վերջն ենք, արդեն ինչ որ 400 նույնիսկ սրանից մի շաբաթ առաջ արդեն 400 քառակուսի կիլոմետր մոտ առաջ էին գնացել ուկրաինացիները հետ էին գրավել եւ այս տենդենսը ոնց որ շարունակվելու է դրա դեմը առնել ռուսներին դարաժմը չի հաջողվում որտեղ իրենք նման Ստալինքի պես արբանյակային ցանց վշտությունեսկի երազել չեն կարող իսկ առանց դրա ժամանակակից այս ուկրաինական պատերազմը ցույց տվեց որ չես կարող դրոնները այդպես էֆեկտիվորեն գործածես հա ինչպես արբանյակային կապով մի խոսքով սա մեծ խնդիր դարձավ իրանց համար եւ այս բոլորը կատարվեց որովհետեւ ուրեմն հանգարց Էլոն Մասկի գլխի մեջ ինչ որ բան փոխվեց այսինքն ինքը հանգարց որոշեց որ վայ իսկապես այս Տրամպի նման էլի որ հա այս ռուսները լուրջ չեն բանակցում եւ ընդհանրապես իրանց սպառնալիքները որ մենք կխփենք միջուկային զենքով որ եթե հանգարց դուք այդ աղվեսի պատմությունն է հա ճուտը գցի վերևից կկույին որ թե չէ կգնամ սուր սրած կացինս կբերեմ ծառը կկտրեմ ու անդադ նա բան պիտի անի այդ ռուսները այդ բանով որ անդադ սպառնում էին որ Եթե թույլ չտակ, որ մենք հաղթենք, մենք միջուկային զենք կգործածենք։ Բայց իրանց նույնիսկ միջուկային զենքի բանը փոխեցին, չէ՞ որ նոր ինչ-որ քաղաքականությունը բան, ինչև էտեներ, որ մենք գործածենք միջուկային զենք, միայն պաշտպանվել, եթե մեր դեմ գործածեն։ Հիմա ենք ասում, որ կամ տեսնում ենք գործածում են, առանց դրա էլ կգործածենք։ Այսինքն, եթե չթողնենք մենք ինչ վայրենություն ուզենանք անենք, ու ուզենանք գրավենք ստրկացնենք, ուրեմն մենք կարող ձեզ խփենք։ Դրա հետևանքը այն եղավ, որ նախ հասկացա, որ չի կարա ոչինչ անի ու չի կանելու, երկրորդն էլ որ եթե այդպես է, մենք այս ամբողջի հետևանքը, որ մենք էլ պետք ունենք միջուկային զենք։ Մի կողմից մտածում ես, որ Այդ չհասկացա, դուք միջև մա չէիք հասկացել, որ ինչու համար բոլոր այս դիկտատորները մեծ ու փոքր կարիկատուրային կամ ոչ ինչու համար են փորձում միջուկային զենք ձեռք բերել, լիներ դա Լիբիան սկզբում, հետո կամ չգիտեմ Սադամ Հուսեյնը, հետո ես չիմանամ ինչ որ ժամանակ Սիրիան, հիշում եք Իսրայելը խփեց 80 թվականներ երբ էր Սիրիական ատոմակայանը, որտեղ ինչ որ բաներին հարստացնում ուրանիում էր թե ինչ էր չեմ հիշում արդեն այդ պատմությունը այն դետալները բայց Պարսկաստանը ինչի է անում բոլոր դիկտատորները այդպես Հյուսեյն Կորեան ձեզ հա ինչու արեց նա միայն նա հաջողվեց անի որտեղ այդքան փակ երկիր էր որ կարողացավ այդ սովի վիճակում մարդկանց ասելով թե մենք մեռնում ենք սովից օգնեք ինքը այնտեղ միլիարդներ էր ծախսում միջուկային զենք սարքելու վրա որտեղ մարդկային կյանքը կարևոր չի, ինքը իր ռեժիմը պահելու համար պետք էր որ միջուկային զենք ունենա, որտեղ ինքը հասկացավ, որ ոչ մի դեպքում ինքը նույնիսկ սովորական պատերազմում Հարավային Կորեայի դեմ չի կարող դիմանալ։ Ուրեմն իրան այդպիսի բան է պետք է վարեց։ Հիմա նույն բանը բոլորը տեսան, սկսեցին անել նաև Պարսկաստանի եւ Իրանը եւ վերած իհարկե դրա համար չեն թողնում, որ ինքը ունենա միջուկային զենք, ոչ միայն ունենա, այլև Ֆրտիների հարցն է ինտերկոնտինենտալ, այս բանակցությունների մասին մեջ ամենամեծ խնդրեմը դա է, դու եթե ունենաս նաև հեռահար հրթիռներ, դե ունի արդեն Պարսկաստանը մինչև 2500 կիլոմետր խփող, որ մեջ Իսրայելը մտնում է։ Դրա վրա գումարես նաև միջուկայինը, դու արդեն հարցեր դուծեցիր, հա։ Իսկ Հյուսեյն Կորեան նույնիսկ հիմա սարքում է բալիստիկ հրթիռներ ուզում սարքի, որ Միացյալ Նահանգներ հասնի իբրև թե օրը դրա կգա։ Բայց այս խնդիրը չի փոխվել։ Եվրոպացիները կարճ ասած որոշեցին, որ դե որ տենց է, փաստորեն միգուցե մեզ էլ է պետք, որտեղ եթե Ամերիկան իր
միջուկային հովանոցը ՆԱՏՕ-ի, ասենք, կոնտեքստում Թրամփը գոնե ասենք Ամերիկա ասելով այս րոպեին մեզ վրա չի տարածել, ուրեմն մենք էլ մերը պետք է ունենանք։ Էլ չասեմ, որ Ուկրաինան դրա մասին մտածում, Գերմանիան մտածում հիմա եւ Լեհաստանը հիշում եք անցյալ տարի, թե 2 տարի առաջ խտրեց Ամերիկայից, որ եկեք տեղադրեք ստեղ միջուկային զենք մեր հողի վրա, ասեցին ոչ։ Հիմա իդեպ այդ դրա վրա այդ խոսքի վրա, ուրեմն Ռուսաստանը իրանց նոր իպսոն, որն է, ուրեմն ինֆորմացիոն պրոպագանդիստական special operation has իպսո, որ ասեցին, որ Ֆրանսիանի պրեզիդենտ միջուկային զենք ա դրել Ուկրաինայում, լրիվ հիմարություն, Ֆրանսիան դες բան չի արել իհարկե, ոչ մի նորմալ մարդ չհավատաց, բայց դա նրա համար են անում, որ իրենց 5-րդ շարասյունը դա, այսպես ասի, տարածի ավելի, բորբոքի, հա, չիմացողն էլ հավատա, ու հետո կասեն, որ չես ուտա, դե թող ասեն, ով հաղորդելու դրա մասին, որ նա հերքեց այդ բանը, ոնց է անում ռուսները ընդհանրապես մի հատ չխմած ինչ-որ մի հատ տեղ թերթի, ասում ես մի հատ բան տպի, Հնդկաստանում կամ չգիտեմ, ասենք թե Հունգարիայում այս րոպեին, հա, այդ մեկը կտպի, հետո բոլորը իրանք կվերցնեն, կասեն, այ այս թերթը սենց բան է ասել, իրանք կհաղորդեն, կասեն մենք ուղղակի report ենք անում դրա մասին, հա, լրագրողական այսպես ասած, բայց չեր ասել այնտեղ ճիշտ էր, սխալ էր, դա ում համար էր աշխատում, փող ենք տվել, չէ, տոնպած չեր ասում։ Ու այսպես կգնա այդ information, ով կհավատա, կհավատա։ Դու հետո որ դու արի, ասա որ չէ, այդպես բան չկա, այդ մասը դրա մասին չենք խոսի։ Բայց դա մնաց արդեն եթերում, այսպես ասած։ Դա իրանց աշխատանքն է, եւ իհարկե իրենց այսպես կոչված դաշնակիցները եւ 5-րդ շահառասյունը իրենց երկրում, որևէ երկրում սկսում է դա գործածել, հա, սկսում են որպես ինչպես ասենք էքսպերտներ գալ հեռուստատեսի վրա կամ YouTube-ում ինչ-որ ինտերվյուներ տալ, դրա քննարկել, դա ինչ է նշանակում, ինչպես կդնի այդ մարդիկ ասում են, կարծում եմ, իսկապես լուրջ բան կա, էլի, իհարկե ոչ մի լուրջ բան չկա։ Համենայնիվս, ասել դրա հետ կապ, որ ինչ կատարվեց այս վերջի շաբաթվա պատմություն եմ անում։ Այս իհարկե այս փոփոխությունը, որ այս պատերազմը բերեց եւ եվրոպական մտածելակերպի մեջ, որ պետք է անկախ լինել Ամերիկայից, քանի որ նա չի սպասարկում, դրա մեջ մտավ նաև հենց այս Starlink-ի պատմությունը։ Գերմանացիները ասացին, որ հիմա էլ մենք էլ ենք ախր դա գործածում, բայց ոչ չենք կարող մենք մնանք Elon Musk-ի նման մեկի հույսին։ Եթե նա հանգարց վաղը զարթնի, ուրիշ բան ասի եւ մենք ինչա հանգարց այդ կմահաճուկին չես կարող մնալ կամ Թրամփին, հա։ Ուրեմն մենք էլ պետք է ունենանք մեր արբանյակային ցանցը, որ անկախ լինի եւ կարողանա մեր հետախուզական եւ հարվածային կամ պաշտպանողական բոլոր այդ հնարավորությունները տա։ Այս ոնց ասում են զարթոնքը կոչենք սրան, հա, ինքնա բավարար լինելու պաշտպանական հարցերում ուրիշներից կախված չլինելու այս բանը հսկայական հեղափոխություն առաջացրել դեռևս սկզբում ենք դեռ էֆեկտը դեռ չենք տեսել։ Սա աշխարհաքաղաքական մեծ բան անելու, տարբերություն անելու եւ դրան գումարած են հանգամանքը, որ գերմանացիները արդեն կամաց դուրս են գալիս իրենց այդ հետ պատերազմյան եւ ոչ միայն գերմանացիները, ճապոնացիներն էլ մեղավոր այդ ինքնակնդատական այդ բանից, այդ հոգեվիճակից, հա, որ մեզ չի կարելի զինել, մենք փիսպաներ ենք արել, մենք ագրեսիվ ենք եղել, մենք պետք է ավելի նույնիսկ սահմանադրության մեջ իրանց ճապոնացիների գրված էր, չէ, որ իրենք պետք է չունենան միջուկային զենք, պետք է չունեն նախահարսակ, չպետք է ծախեն որևէ ռազմական գործողությունների մեջ գտնվող որևէ կողմի զենք պետք է չծախեն իրանք եւ այլն։ Դրա համար իրանք զենքի շուկայում շատ փոքր տեղ են գրավում, քան կարող էին լինել, կարող էին ունենալ։ Ինչու՞, որովհետեւ իրենց սահմանադրության մեջ ցույց չէր տալիս, որ մեկի զենք ծախեն, այն դեպքում որ միշները բոլորը լավ էլ ծախում են, չէ՞, օրինակ իրենց չի հետաքրում դու կռվում ես, թե չես կռվում, հակառակը լավ է որ կռվում ես, ուրեմն շատ զենք պետք ունես։ Մի խոսքով այս բանը
ուղեղների մեջ էսպիսի ես ասենք զարտոնք ասենք, բայց հեղափոխությունը, հա, Ճապոնիայի, Գերմանիայի դա տարածվում է նաև մյուս պետությունների վրա, մենակ իրանց մասին չի Եվրոպայում լեհերը վաղուց է զարթնել, որտեղ լավ են հասկանում ով է իրանց հարևանը, հա, ռուսների համար եմ ասում, եւ շատ լավ է որ խոսացին հարաբերությունները լավացնում են օրինակի համար Հայաստանի հետ, դա շատ կարևոր բան է։ Մի խոսքով դա Իլան Մասկը կարծես թե սիմպտոմն է այս զարթոնքի եւ բայց հետևանքը շատ պրակտիկ է ռազմի դաշտում մարդկանց այսպես ասած ապրելու կամ մահանալու տարբերությունն է դա ընդհանրապես այդ ինքը կապը ունի այս Starlink-ի թե չունի եւ այս դեպքում տեսնում ենք որ իր գլխի մեջ է հեղափոխությունը շատ ռեալ տարբերություն է անում ռազմի դաշտում յոկոտ էսրոպեին Ուկրաինայի ասացի որ երբ որ ինքը կանգնացրեց այդ բանը երբ որ նրանք դրոններով պիտի մտնեին Սևաստոպոլի նավին խփեին ինքը թույլ չտվեց պաստորը ամենանդեպս այս բոլորը ոնց ասում են իր էֆեկտը ունեցավ եւ կշարունակի ունենալ դեռևս կտեսնենք ուր է գնում եւ իհարկե Ռուսները սա լրիվ գնահատում են ոչ մի դեմ առնելու բան չունեն։ Եթե կարող է դու ասենք այսպես ասած գողանալով, հա, Starlink-ի account-ները սուտ տեղերով բացելով կամ առնելով ինչ-որ ուրիշ ձևով, ինչ-որ մի ժամանակ գործածել, հիմա արդեն չէ, որովհետև այս Starlink-ի հնարավորություններից մեկն ինքը տեսնում է որտեղ է անտենան, որտեղ է ստանում այդ սիգնալը account-ը որտեղ է իր հերթին դու կարող ես այնտեղ account register անելով գնես ինչ-որ բան, հա, իբրև թե տեղի համար է գնալու, հետո ուղարկես կոմոդ քո երկիր, բայց երբ որ սկսում է աշխատել, արդեն պարզ է դառնում, որ որտեղից է։ Մոտավորապես 2600 թե 400 account փակել են արդեն ռուսական Starlink-ներ են անջատել։ Այս դա հսկայական պատկերացնում եք, դա ինչ է նշանակում, այդքան, ասենք, ռուսական բանակի միավոր չունի հնարավորություն կապվելու այդ իր դրոնները գործածելու, իր հրթիռները թիրախավորելու եւ այլն, այս բոլորը էական տարբերություն է անում։ Եվ այս process-ը շարունակվում է, դեռ չի կանգնել եւ դեռ չտեսնում արդյունքը ուր է գնալու։ Բայց Իլան Մասկ մի օր մի բան, մի օր մյուսը կարող է լինել։ Ամենայնիվս եթե սա ինչ-որ ձևով ուզենանք դաս որպես Հայաստանի համար, պետք է հասկանալ, որ պետք չի սպասել հետո վերջի վարքյանին այս արբանյակային հարցը պետք է լուծել։ Հիմա դա նախորդ եք առնում Starlink-ները լցնում ընդեղ մի քանի հազար, թե հետո եք անում, դա արդեն տարբեր հարց, բայց ոնց որ ասեցի հրթիռների Starlink-ների արբանյակային հարցը լուծելու համար դա առանց դրա չի լինում։ Եթե Գերմանիան արդեն հասկացել է, որ իր բանակը Starlink-ով աշխատում եւ դա ապահով ձև չի, հիմա չեմ ասում Հայաստանի Starlink ստեղծի իր համար, բայց գոնե ունենա պաշար, այսպես ասած, հա, նախորոք պատրաստված լինի եւ հասկանա թե ինչ հետևանքներ կլինի, եթե ինքը պատրաստ չլինի, ինքը չունենա այդ կապը։ Այդ ուզեք չուզեք դա ոնց որ ասում են այսօրվա այդ ոնց որ ասես, գիտես ինչ, ես մուշկետներով եմ կռվելու են 19-րդ դարի, հա, պետք է փողից լցնես հրացանը, որ կրակես։ Այդ վիճակի մեջ ես լինելու, եթե սա չունենաս, չպատրաստվես սրան։ Քարոզը վերջացավ, այսօր էսքանը, Վարդան Վարդանյան, VV Talks, ես նկատել եմ, որ իմ նայողների մեծ մասը դեռ չեն բաժանում։ Նույն մարդիկ նայում են, բայց այդ բաժանորդագրման կոճակը չեն սեղմել, խնդրեմ, արեք այդ միանգամից։ Եվ ընդեղից շարժվենք։ Հարցեր եղավ, ասեք թեմաներ, մինչև հաջորդ հանդիպում։